ֆրանսիական լյուքսը եւս մեկ անգամ մի քանի ամսով հասանելի է լինելու բոլորիս, որի համար ես շատ ուրախ եմ։ Խոսքը Քրիոն հոթելի կամ ավելի ճիշտ Պալասիայից փոքրիկ տաղավարն է, որը կրկին հայտնվել է ամառվա համար եւ մեզ առաջարկում է իր գլխավոր հրուշակագործ Մատյո Կաղլանի 4 ստեղծագործություն պաղպաղակի տարբերակով, բայց գուշացնում եմ, իրանք հասարակ պաղպաղակներ չեն, այլ խմորեղեն պաղպաղակ։ Կա 4 տեսակի տրոնով տարտալետ կա, Պավլովա ազնվամորիով, Պաղի Բրեստ կլասիկ եւ Պեկանով այս էսկիմոն։ Իմ ընտրությունը կանգ առավ ազնվամորիով Պավլովայի վրա ու ամենահավեսն այն է, որ տորտիկի վերջի շտրիխները հա ձեր հենց արջքի առջև են անում, այստեղ ինքը ավելացրեց եփված բեզեն, սերուցքը հարված սիֆոնով եւ արդեն freeze dried ազնվամորիներ, սենց շատ հավեսին բան է ստացվում, բայց ասեմ, որ գինը բարձր է, ինչպես միշտ 12 եվրո արժի յուրաքանչյուր խմորեղենը, կլորիկ բյուջե է, բայց դե ինձ թվում է արդեն ոչ մեկին չեմ զարմացնի նման գներով Փարիզ է լյուքս է նորմալ է։ Փորձեցի ու ասեմ, որ իսկապես շատ համեղ էր ու այնքան թեթև էր, ուներ sense պաղպաղակի թեթևություն, բայց նաև ինքը ծանվում էր, որովհետև ինքը ամեն դեպքում խմորեղեն էր, խրխրթում էր բեզեն, լրիվ թարմ էր, չգիտեմ, շատ հավանեցի, կգնահատեմ 10-ից 8, զուտ 2 բալ հանում եմ, որովհետև ամեն դեպքում գինը բարձր է եւ գտնում եմ բոլորին հասանելի չէ, բայց եթե դուք ուզում եք տիպիկ ֆրանսիական լյուքս, պարտավորեք փորձել, որովհետև ինքը վերջն է։ Դե շարունակեմ վայելել պաղպաղակս, իսկ դու շտապիր բաժանորդագրվելու, որովհետև իմեջում շատ լավ համով հասցեներ Փարիզում շատ կան։ Պաչիկներ։